Բարև բոլորին, այսօր մենք մեր նոր գյուղում ենք, իհարկե ինչպես հիշում եք անցած վիդեոյում ասացի, որ 25-րդ գյուղը Սարգիսի պատճառով արգելվել են եւ դրա համար մենք այլ գյուղը չենք տեսնել կյանքում։ Այո, սա մեր հանրապետության հրապարակն է։ Այսօր մանրակրկրտորեն ամեն մի ծակ ձեզ ցույց եմ տալու, թե այս հրապարակում այդտեղ չի լինելու, որ դուք չտեսնեք դա։ Մի խոսքով, գնացինք առաջ, այս տղներով երբ որ մտնում ենք նարդ, մեզ հանդեպ բացվում է գրադարանը, կարելի այդպես ասել, մարդիկ գալիս են, գիրք եք վերցնում, այստեղ կարդում են, այնտեղ կարդում, տեսեք հեսա, գրքի էջերը շատ են, այո, ուրեմն ամեն մի կետից մենք անգամ, այստեղ խիստ վերահսկողության տակ է, որ այստեղ ես զգուշացրել էի, վայ քարերը, փայտերը քանդենք, ես քանված ես զգուշացրել էի, որ այստեղ միշտ լինում են համերգներ, այստեղ մեր, ասեմ, այն մարդիկ են նստում, այսինքն մեր այն մարդիկ այդ երգիչները, դերասանները, մի խոսքով, արտիստները։ Եվ այսպես մենք հիմա գնում ենք մեր հաջորդ տեղը։ Այսպես դուրս ենք եւ այստեղ այո նկարահանման տեղն է։ Այստեղ նկարվում են արտիստների հետ, այստեղ նկարվում են մենակ, տեսեք ինչ գեղեցիկ զոնաներ ունենք։ Եվ այս ամենը անպայման անվճար է լինում, այո, սա կառուցված է, սա արված է մեր իմ կողմից, պետության կողմից, այո, սա ես իմ ձեռքով պատրաստել եմ։ Սա գիրք սիրողների համար, տեսնենք դուրսը, տեսեք, այստեղ ենք։ Սա գիրք սիրողների համար է սա նախատեսված, այստեղնով հիմա գնում ենք հաջորդ զոնա, կարելի այդպես ասել։ Եվ այստեղ չգիտենք ինչ անել, դեռևս չենք որոշել, բայց այս մասը վերահսկողության տակ չի լինի, խիստ կլինի վերահսկողության տակ, ոնց որ բոլոր տանը, բայց խիստ չի լինի։ Իսկ այն մյուսը բարև գյուղացի, իսկ այն մյուսը կլինի խիստ վերահսկողության տակ։ Այո։ Սա խիստ վերահսկողության տակ է լինում, չքարեն չեմ հասկանում, որովհետև այստեղից բարձրանում են բարձրագույն մարդիկ, օրինակ ես օրինակ պատգամավորներ շատ գալիս են եւ այստեղից նայում են համերգային ծրագիրը կամ նայում են անցուդարձը կամ չգիտեմ ինչ որ լինում է էլի, այդ բան դա նայում են մենք։ Այո, վերևից, որովհետև շատ ժամանակի որ մենք ներքևից ենք նայում, շատ վնասվածքներ են ստացել։ Հին ժամանակներում շատ մարդիկ են դրանց մահացել, ծեծել են, մի խոսքով խարախուշտը։ Գնում ենք առաջ եւ այստեղ բացվում է ազգային պատկերասրահը։ Այո, սա ազգային պատկերասրահն է, այո, տեսնում եք Սամսակի նկարը, այո, դա շատ հայտնի նկար է, ասեմ, խնդրեմ, տեսեք ինչ հրաշալի գեղեցիկ նկարներ են ուղղակի, էլի։ Մենք այստեղ էս մի զոնայում ենք, տեսեք, դուրս գանք, դե արդեն դե գնացել ենք էս մի զոնան։ Այստեղ մեր երեխաների նկարատներն են, որն ասում այստեղ են կարել, գեղեցիկ են, էլի։ Մեր էս գյուղի բաները երեխաները շատ հրաշամանուկ են, շատ լավ երեխաներ են, այո։ Հիմա նաև դες ցույց տամ ամենակարևորը, որը մոռացել եմ։ Այս ժամանակ ցույց տայի դա խաղաղ հրապարակն է, այո, դրիվորեն անվճար է։ Լույս տեղադրեցինք, միամիտ ջարդենք, դուռը փակենք եւ գնանք առաջ։ Ինչպես տեսնում եք, սա խաղաղ հրապարակն է, լիովին այս հրապարակում ինչ տեսնում եք, դա անվճար է, այո։ Բարև գյուղացի, ինչու ես փախնում գյուղացի։ Բարև գյուղացի։ Բարև գյուղապետ, ինչպես ես։ Լավ եմ, դու ինչպես ես, գնացի լավ, ես շատ լավ եմ ապրես։ Փախավ գյուղացին, զանգի ձայնը լսեց։ Մի խոսքով շատ լավ է ուղղակի այս ամենը, որ ունենք, սա էլ մեր երեխաների արտիստների եւ դրանք էլ մեր արտիստների եւ ամեն ինչ հարված է իր ուրախության համար։ Սա նվարգարկիչներ են, վազելու բաներ են, գույնը փոխելու, մի խոսքով շատ հավես բան է։ Գնաց քագնում հետաքրքիր է եւ բոլորին հրավիրում ենք, վայ միամիտ քանդեցինք, բայց ոչինչ, կբերենք, նայում այնտեղ մի գյուղացի կա, տեսեք շատ գեղեցիկ է, սա նվագում է, որ ձայնի հիմա չի լսվելու։ Դες հետ է Samsung Gaming Minecraft Edge եւ մեկ կարևոր բան է ցույց տամ։ Շնորհակալություն բաժնորդների թիվը այդքան ավելանալու համար շատ ուրախ եմ դրա կապակցությամբ մենք արդեն 139 բաժանորդ ենք եւ մեզ քիչ մնաց հասնել 150-ին եւ Սարգիսը կունենա այս գյուղում իր տունը։
չեմ կարող խոս տալ, որ շուտ չեմ պատրաստի։ Չգիտեմ, բայց նրա հետ կարող է հենց այսօր պատրաստվի, գնացինք նոր զոնա։ Եմ այստեղից մտնում ենք այդտեղ։ Ուրեմն ես էլ չեմ խոսա, ձեզ հետ էր Sam, Sag, Gaming, Minecraft Edge։ Չենք մոռանում բաժանորդագրությունները եւ լայքերը։ Ստեսյուն բոլորիդ։ Բարի դիտում։